Փաշինյանին եւ անկեղծորեն 600,000 մարդ անկեղծ ուզում է Նիկոլ Փաշինյանին փոխել։ Դրա արդյունքում Միացյալ Նահանգների եւ հատկապես Եվրոպայի վարկանիշը կտրուկ անկում է ապրում Հայաստանում եւ ճիշտ հակառակը Ռուսաստանի վարկանիշը բարձրանում է բացառապես այս պահվածքի արդյունքում։ Եթե Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը, ապա իր վարկանիշն նույնիսկ անկում կապրի։ Ինչպես որ ժամանակին անկում ապրեց Ղարաբաղի անկման ժամանակ։ Հիմա դա այսպես գնդակը գտնվում է ռուսական դաշտում։ Շատ կարևոր է, որ Ռուսաստանը ճիշտ քաղաքականություն վարի Հայաստանի նկատմամբ, ոչ թե պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ գազի, բանի, դա որտեղ դա ամբողջ ժողովուրդը կտուժի։ Ես կարծում եմ, որ պատժամիջոցներ պետք է կիրառի ռեժիմի դեմ, ռեժիմի մարդկանց դեմ եւ ռեժիմին սպասարկող բիզնես շրջանակների դեմ պետք է հատվածային, կետային պատժամիջոցներ կատարի, որպեսզի դրանով ինքը կազմաքանդի ռեժիմը, բայց հայ ժողովուրդը դրանից պետք է չտուժի, որտեղ եթե հայ ժողովուրդը տուժեց, դրանից կարծում եմ, որ ոչ մեկ չի շահի, ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը։